հույսեր եմ փայփայում, որ կլինի մի օր, որ ես նույնպես կլինեմ տիեզերքում։ Արվեստագետների ընտանիքում ծնված փոքրիկ այս աղջնակը հայկական հեռուստաէկրաններին է հայտնվում ոչ պատահական։ Ես առաջին անգամ բեմ եմ բարձրացել 8 տարեկանում։ Բախտի անիվը տաղանդավոր այս երգչուհուն բերում է դեպի երաժշտության ասպարեզ։ Ճիշտն ասած, ընտանիքում տարաձայնություններ էին գնում այն կապակցությամբ, թե հորս կողմ շարունակությունը գնա կամ մորս կողմ։ Այստեղ արդեն տրամաբանական է, որ մայրական գեներն ավելի հզոր են գտնվում։ Հայեր խմբի հետ միասին շրջագայել եմ գրեթե աշխարհի տարբեր քաղաքներով։ Վաղ մանկուց նրա անունը հնչում էր բազմաթիվ բեմերից, նոր ալիքից մինչև Եվրատեսիլ։ Նոր ալիքը ինձ համար ամենապրոֆեսիոնալ դպրոցներից մեկն է։ Սրանք այն երկու մասշտաբային նախագծերն էին, որոնց միջոցով նա կարողացավ ձեռք բերել մեծ ճանաչում ու հարթել իր հետագա երաժշտական ուղին։ Ես արդեն մրցույթ, շոու բիզնես, երգչի կարիերային սկսեցի նայել արդեն ուրիշ աչքերով։ Նրան սիրում են շատերը, նրա մասին խոսում են ամենուր։ Մամաս չկարողացավ իրեն զսպել, աչքերը լցրեց, բայց չէր կարողանում ցույց տալ, որ նրան ամենևին էլ դուր չի եկել այս ամենը։ Էմմի, ինքն իր մասին, քայլ առ քայլ։ Այսօր ժամը 13-ին Լայմով